Այսօր Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության բարձր ներկայացուցիչը ստորագրել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Ավելի քան 70 էջից բաղկացած փաստաթուղթը ներառում է անվտանգային եւ պաշտպանական բաղադրիչներ, ինչպես նաեւ դրույթներ տնտեսության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ։ Մինչև փաստաթղթի ստորագրումը Եվրամիության հանձնակատար Մարթա Կոսը խոսել է հայկական ավիաընկերությունների Եվրամիության սև ցուցակում գտնվելու մասին, ասել, որ հայկական օդանավերի մուտքը ԵՄ դեռևս արգելված է ու խնդիրը տեխնիկական է, ոչ քաղաքական։ Մեր քաղաքավիացիան դեռ չի համապատասխանում եվրոպական անվտանգային չափորոշիչներին։ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը էթիկայի կանոնագիրք է ընդունել ու այսուհետ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրեն դուրս է դնում հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին տեղեկացրել է մեջբերում, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորվածություն, այլ նվիրվածություն էթիկայի կանոնագրքին։ Ձմռան երկրորդ օրը մայրաքաղաք Երևանն արթնացել է թանձր մառախուղի մեջ, իսկ հանրապետության մի շարք մարզերում անցած գիշեր տեղացել է առաջին ձյունը։ Այս կադրերը Գեղարքունիքից են, առավոտից ձյուն է գալիս Սևանի, Գավառի տարածաշրջաններում, Վարդենյանց լեռնանցքում։ Մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունները հավատացնում են, որ Գեղարքունիքով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային եւ համայնքային բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի։ Եվրոպան ներկայումս պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Բրյուսելում չի կայացվել որևէ որոշում, որը կարող է նվազեցնել հակամարտությունից առաջացած լարվածությունը։ Ընդհակառակը ձեռնարկվել են միջոցառումներ, որոնք դարձել են ավելի լուրջ եւ երկարաձգել այն, ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում Եվրոպայի ձեռնարկած գործողությունները հանգեցրել են էներգակիրների եւ սննդամթերքի գների կտրուկ աճի եւ եվրոպական երկրները բախվում են գնաճային ճգնաժամի։ Սխալներ արել է ոչ միայն Բրյուսելը, այլև ամբողջ Եվրոպան, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ հակամարտության, ասել է արտգործնախարարը։ Փարիզում Մակրոն-Զելենսկի հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարածքային հարցն ամենաբարդն է։ Այն ԱՄՆ-ի հետ քննարկվել է 6.5 ժամ։ Զելենսկու խոսքով այժմյան խաղաղության ծրագիրն ավելի լավ տեսք ունի, քան 28 կետից բաղկացած տարբերակը։ ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացներն այսօր կժամանեն Մոսկվա ռուսական կողմի հետ քննարկելու նախագիծը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրամայել են այս շաբաթ հրաժարական տալ, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը իր Տելեգրամ ալիքում։ Կիևում կոռուպցիոն սկանդալի պատճառով Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշում են գործադրել հրաժարական տալու համար։ Միաժամանակ խորհրդարանականը նշել է, որ այս պահանջի կատարումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև ամիսներ։ Սա այն մարդն է, ով ժամանակ կձգի, կպատմի բոլոր տեսակի անհետեցություններ եւ կհորինի արդարացումներ։ Նա ամեն ինչ կանի անխուսափերին հետաձգելու համար, շեշտել է Դմիտրուկը։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը 5-շաբթի օրը կստորագրի Ռուանդայի եւ Կոնգոյի միջև խաղաղության համաձայնագիր եւ երկրում կընդունի երկու երկրների նախագահներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր նախագահությունից ի վեր կանգնեցրել է 8-ից 9 պատերազմ եւ դեռ շարունակում է։ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է մետրոյի գնացքի տանիքին նստած ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորին։ Պարզվել է, որ 20-ամյա բնակիչը ալկոհոլի ազդեցությամբ բարձրացել է էլեկտրագնացքի տանիքին եւ այնտեղից մի քանի կայարանով երթևեկել։ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ Մելանիա Թրամփի ոճաբանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Սպիտակ տունը ձևավորել է 10,000 կապույտ հիթեռներով, որոնք մարմնավորում են կերպարանափոխությունն ու նորացումը, ինչպես նաեւ 200 մետր ծաղկեպսակներով եւ մոտ 8000 մետր տոնական ժապավեններով։ Սպիտակ տանը հայտնվել են նաև Թրամփի դիմանկարները երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հետ։ Ամանորյա ձևավորման ընդհանուր բյուջեն հայտնի չէ։ Ձմեռ պապն այս տարի կարծես թե բեռնափոխադրման հետ կապված որոշ խնդիրներ է ունեցել։ Համացանցում տարածվել է հոլովակ, որտեղ Նորվեգիայի ոստիկանները կանգնեցրել են ձմեռ պապի հագուստով տղամարդու։